Սիրելիներս, մենք ձեզ հետ ավարտում ենք այսօր վերջապես երրորդ երկի 12-րդ գլուխը։ Անցյալ անգամ մենք ձեզ հետ քննարկեցինք, թե ըստ արիացիների առաջի մարդիկ իրանք ինչպես արարվեցին ընդհանրապես, միանգամից ինչով զբաղվեցին, ինչ էր դա նշանակում, խոսեցինք նախասահմանման մասին և արիացիների վերաբերմունքի մասին ընդհանրապես, այսպես էլի, արտաքնապես ոչ այնքան խորը, բայց այդ հիմքային գաղափարներից մեկի մասին, թե ինչպես էին արիացիները ընդհանրապես մոտենում ընտանիքի գաղափարին։ Այսինքն, իրենք մոտենում էին հաշվի առնելով բնությունը, մարդու երեխան, կամ եթե մենք բնության լեզվով խոսենք, մարդու ձագը, ինքը երկար է կազմավորվում։ Եվ որովհետև մարդիկ իրենք քաղաքակրթություն են կառուցում, այդ քաղաքակրթությունում լիարժեք քաղաքացի դառնալու համար մարդուն պետք է որոշակի կրթություն։ Ինչպես մենք տեսնում ենք կրթությանը, մարդը ինքը տրամադրում է իր կյանքի համարյա թե 20 տարին։ Եվ համապատասխան այդ 20 տարիների ընթացքում ինքը կարիք ունի ծնողների օժանդակության։ Եվ սա նշանակում է, որ ընտանիքի ամենալուրջ նախասահմանումներից մեկը դա հաջորդ սերունդը մեծացնելը, նրանց կրթություն տալը և աշխատանքով ապահովելու մեջ է կայանում։ Ուրեմն, երբ որ մարդիկ իրենք ընտանիք են կազմում, իրականում կարող են ընտանիք կազմեն սեռական կարիքը բավարարելու համար, բայց վերջնականում սեռական հարաբերությունները իրենք բերում են երեխայի ծնունդին և սա առաջացնում է պարտականություններ, բավականին երկարատև պարտականություններ։ Եվ այս իմաստով, մենք անցյալ անգամ ձեզ հետ մի քիչ խոսեցինք, որ արիացիների մոտեցումը ինքը այնպիսին էր, որ ծնողները իրանք պետք է լավ պատկերացում ունենան իրենց մոտ ծնված անձնավորության նախասահմանման մասին։ Մենք արդեն բավականին շատ մեծ ծավալով խոսել ենք նրա մասին, թե ինչպես էին արիացիները երեխա բեղմնավորում, և ես, եթե մի նախադասությունով ասեմ, ապա դա կարող է հնչել այսպես, որ արիացիները իրենք փաստացի պատվիրում էին երեխային, որովհետև շատ քաջ գիտակցում էին, թե ինչ որակի երեխա են ստանալու, բայց իրականում մեր ժամանակներում այդ գիտելիքը ինքը պահպանված չի։ Հիմա, սիրելիներս, եւ այսօր մենք արդեն երեք մենք ձեզ հետ անցյալ դասին մենք ձեզ հետ քննարկեցինք, որ Սվայան Պովոմանուն եւ Շատարուպան իրենք ունեցան 5 երեխաներ, 2 տղա, 3 աղջիկ, եւ այսօր մենք կքննարկենք գլխի վերջի տեքստը, որը ինքը կխոսա նրա մասին, թե այդ երեխաները իրենք ինչ ճակատագիր ունեցան։ Եվ այսպես, ուրեմն, երրորդ երգ, 12-րդ գլուխ, 57-րդ տեքստ։ Մանուն իր ավագ դստերը Ակուտին կնության տվեց իմաստուն Ռուչիին, միջտեք դստերը Դևահուտին, ուրեմն կնության տվեց իմաստուն Կարդամային, իսկ կծեր դստերը Պրասուտին Դաքշային, նրանցից են սերմվել տիեզերքի բոլոր կենդանի էակները։ Ինչպես տեսնում ենք, արդեն քննարկվում են, թե ինչ ճակատագիր ունեցան, որտեղ մենք տեսանք, որ անցյալ անգամ դա շեշտեցինք, չէ, որ Սվայան Պովոմանուի եւ Շատարուպայի հայտնությունը ինքը արիացիների մոտ չունի անցյալ։
Այսինքն Տեր Բրահման ինքը ուղղակի մտահոգված էր, թե ինչպես կարելի է կազմակերպել, որպեսզի տիեզերքում այդ բազմանալու հնարավորությունը առաջանա, եւ այդ կենտրոնացման շնորհիվ ուրեմն բանարեցին, առաջացան Սվայնփուվում անուն եւ Շատառուբան։ Ես մի անգամ ասացի, որ իրենք նկարագրվում են շաստրաներում այդպես էլի քաղաքակիրթ հաստատություններ, այսինքն իրենք իրական արիացիներ էին իրենց ներքին մակարդակով եւ տեսանք, որ չնայած դրան իրենք անմիջապես ուրեմն մտան սեռական հարաբերությունների մեջ եւ սա խոսում էր դրա մասին, որ արիացիները իրենք որ Աստծո կողմից մարդկային ուրեմն էակին նախասահման կարևորը այդ ընտանիք կազմելու, զույգ կազմելու, այսինքն որ արարվեց Արուն եւ Էգը։ Եթե նկատեցիք մինչև այդ արարվում էին ուղակի տղամարդիկ։ Չէ՞։ Եվ ըստ արիացիների առաջինը դրանք 5 կումարներն էին, հետո 10 իմաստունները, հետո Ռուդրան, հա։ Եվ հասկանում ենք, որ բոլորը տղամարդիկ էին։ Եվ առաջի անգամ Տեր Բրահմայից դուրս եկավ կին տղամարդ սկզբունքը։ Այսինքն այդ ինքը իրան վերարտադրող սկզբունքը։ Ծնվեցին այդ 5 երեխաները եւ հիմա վերջի տեքստը ինքը քննարկում է, թե այդ երեխաները իրենք ինչ ճակատագրի արժանացան։ Ակուտին, որի անունը ինքը նշանակում էր ներքին իմպուլս, հա, բան էլի զամսել, մտադրություն չէ, կներեք ես խոսքը պիտի նայեմ, որտեվ ինքը կարևոր խոսք է շատ այս բaragայում։ Այդ սակարք կանել դուրս չեկավ խոսքը, մտադրություն, հա, այսպես, հա, ներքին իմպուլս, այսինքն ներքին մտադրությունը, եւ սա մատնանշում է այդ շարժման համար առաջի կամքը, չէ, ներքին մտադրությունն է, որ կենթանիակին ստիպում է, որպեսզի ինքը շարժվի։ Ուրեմն Ակուտին ամուսնացրեցին Ռուչիի հետ։ Ռուչի խոսքը ինքը ունի ռուչ արմատը, որը նշանակում է փայլել, լինել հաճելի, հա, բան զգալ համ, բայց ոչ կերակուրի տեսանկյունից, հա։ Այսինքն այսա ինքը խոսում է այդ ներքին, այսպես ասենք, ներքին կապվածության, հա, այսինքն այդ ներքին իմպուլսը, չէ, որը ակուտին էր, ինքը ծառայում է ներքին կապվածության, այսինքն կենթանի էակը ինքը սկզբից որպես սերմ իր մեջ ունենում է կապված լինելու այդ կապվածության համը զգալու, հա, կապվածության համը զգալու ունակությունը, չէ, եւ համապատասխան այդ ուրեմն բանին, այդ հաճելիության զգացումին, չգիտեմ հայերեն ոնց ասեմ էլի, ուրեմն անձնավորությունը իրանց, որպեսզի այդ կապվածությունը ինքը իրականանա, արտահայտվի դուրս, չէ, ուրեմն ակուտին ինքը առաջին կամքն է ներքին, որը դրդում է շարժման։ Դևահուտին, ինչքան հիշում եք, ինքը ուրեմն բանն էր, աստվածային կանչի սկզբունքն էր։ Իրեն ամուսնացրեցին Կարդամայի հետ։ Կարդամայի անունը ինքը թարգմանվում է, որովհետև մենք այսպես բառացի վերցնենք, ուրեմն ինքը թարգմանվում է որպես կավ, հա, որպես կավ կամ պատղատու հող։ Այսինքն ինքը մի կողմից ինքը այսպես բան էլի մարմնավորում է նյութական հիմքը, հա,
եւ այն նյութական հիմքը, որը ինքը կարող է դառնալ բարենպաստ պայման կյանքի ծնունդի համար։ Իրականում, եթե մենք տեսնենք հետագայում շուտով այդ պատմության մեջ կմտնենք, առաջինը թե կարդամամունին ինքը ինչով էր զբաղված, ապա կարդամամունին մենք նաև կարող ենք համարել գյանայի մարմնավորում, այսինքն գիտելիքի մարմնավորում, որովհետև ինքը մեդիտացիայով զբաղվող իմաստուն էր եւ ուներ երկու բևեռային կանայք, որի մասին մենք դեռ հետագայում չկներեք, դա Կաշյապաներ կարդաման, ուրեմն դա էլի այդ ինքը իրականում այսպես մեդիտացիոն յոգայով էր զբաղվում։ Ուրեմն երրորդ աղջիկը Պրասուտին, մենք այդ ժամանակ խոսեցինք դրա մասին, որ ինքը այդ բանն էլի հենց արդեն կոնկրետ ծննդաբերության ծնունդի բանն է, մարմնավորումն է եւ նրան ամուսնացրեցին Դաքշայի հետ։ Դաքշան դա այսպես կոչված կարմականդայի ներկայացուցիչ է, այսա կբացատրեմ տերմինը, եւ ինքը Դաքշայի անունը ինքը նշանակում է հմուտ, հմուտ ունակ, այսպես էլի գործող, եւ մենք տեսնում ենք, որ այդ ծնունդը ինքը նպաստում է, ինքը ծառայում է, այսինքն այն ինչ որ արտահայտվում է աշխարհում, производится на свет, էլի, հասկանում եք, այդ ինչ որ աշխարհում արտահայտվում է, դա ուրեմն այդ սկզբունքը ինքը միացավ, որ ծառայի ներքին բանին էլի այդ ունակությանը, հմտությանը։ Հիմա ուրեմն ես ասեցի, որ Դաքշան ինքը կարմականդայի ներկայացուցիչն է եւ այստեղ իհարկե այդ խոսքը եթե օգտագործեցի, խոսքը ինքը մի թեթև բարձրանում է պահանջում։ Մենք շատ ենք խոսել նրա մասին, որ արիացիների պատկերացումներով, ուրեմն կրոնականությունը ինքը ունի 4 փուլ։ Դա կոչվում է կարմա յոգա, գյանա յոգա, ուրեմն դհյանա յոգա եւ բhakti յոգա։ Կարմա յոգան դա նշանակում է, որ ազնվորությունը այդ этаպում յոգա բառը նշանակում է Աստծո հետ կապ, հա? Եվ երբ որ մենք ասում ենք կարմա յոգա, դա նշանակում է գործողությունները կապել Աստծո հետ։ Երբ որ խոսում ենք գյանա յոգայի մասին, գյանա բառը նշանակում է գիտելիք, այսինքն գիտելիքը կապել, բանականությունը կապել Աստծո հետ։ Դհյանա յոգան դա դհյանա բառը մեդիտացիան է։ Ուրեմն այստեղ, ուրեմն այդ մեդիտացիայի ունակությունը կապել Աստծո հետ։ Եվ վերջապես բhakti յոգան դա կենթանիակի մաքուր սիրո հատկությունը կապել Աստծո հետ։ Հա, ուրեմն սրանք այդ գործընթացներն են, որտեղ ամենագլխավորը դա յոգա խոսքն է, այսինքն որ այդ փաստորեն մարդու կոպիտ եւ նուրբ մարմնի կոմպոնենտները կապվում են այդ բաների, ոնց որ վերադարձվում են իրենց նախասահմանմանը, այսինքն կապվում են Աստծո հետ։ Կարմա յոգան ինքը շատ հենված է 4 վեդաների վրա, նախատեսված է նյութական կյանքը կարգավորելու համար, որտեղ process-ը ինքը պետք է կենթանիակին ազատի տառապանքներից եւ հաստատի նյութական երջանկության մեջ։ Այդ ընթացքը ինքը շատ կարևոր է, որովհետև նյութական աշխարհում ապրող կենթանիակները, որոնք իրենք բախվում են բազմազան խնդիրների հետ, հա, իրենց համար լինել պաշտպանված Աստծո կողմից, դա այսպես էլի գեր նպատակն է սկզբում եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գնում է այդ զիջմանը, որպեսզի կենթանիակին օգնի, որ կենթանիակը վերականգնի իր վստահությունը Աստծո հանդեպ։ Ես ուրեմն արիացիները իրանք այդ կարմա յոգա ընթացքը կապում էին ուրեմն զոհագործությունների հետ, այսինքն 4 վեդաներն են հիմքը,
այդ գործընթաց այդ этаպի իսկ վեդաները դրանք գրվածքներ են, որտեղ նկարագրված են զոհագործությունները, նկարագրված են այդ զոհագործությունների ընթացքում կրկնվող ուրեմն բաները, աղոթքները կամ մանտրաները եւ այլն։ Չէ, այսինքն մենք ձեզ հետ շատ ենք խոսել դրա մասին, որ կարմա յոգայի ընթացքում ամենակարևոր բանը, որին պիտի հասնի կենդանի էակը, դա նա է, որպեսզի իր ցանկությունները չիրականացնի մրցակցության կամ թշնամանքի միջոցով։ Այդ որ ինքը հրաժարվում է մրցակցությունից եւ թշնամանքից, ինքը դա անում է զոհագործությունների միջոցով ցանկությունը կատարելու հաշվին։ Եվ այդ ընթացքը կոչվում է կարմա յոգա։ Կարմա յոգան դա նշանակում է, որ ազնվորությունը ինքը ինչ որ մի բացի նրանից, որ այդ նյութական մոտիվները ունի, ինչ որ մի հատ բան էլի ցանկություն ունի, հա, կապել իր գործողությունները Գերագույն Աստծո ազնվորության հետ։ Երբ որ մենք ասում ենք կարմականդան դա արդեն այդ բացարձակապես արտաքինից բացարձակապես նույն process-ը կատարվում է միայն սեփական ցանկությունները իրականացնելու համար։ Այսինքն ոչ մի ձգտում չկա Գերագույն Աստծո ազնվորության հետ կապ ունենալու կամ ասենք կախվածություն ունենալու, նրա կամքը կատարելու, այսինքն այդ նվիրվածության միևնույն է, ասենք զոհագործությունների միջոցով կա Աստծուն երկրպագելու գործընթացը, չէ, բայց նվիրվածությունը չկա։ Երբ որ կա կարմա յոգա խոսքը, այդ յոգա խոսքը ինքը մտցնում է Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ տարբեր մակարդակի կապվածություն։ Իսկ երբ որ մենք ասում ենք կարմականդիստները իրանք շահագործում են Աստծուն իրենց էգոիզմի համար։ Եվ Դաքշան ինքը հենց այդ ազնվորություններ, չէ՞։ Ուրեմն առաջի հայացքից թվում է, որ այս տեքստը ինքը շարունակում է այդ էլի բան տոհմի ներկայացնել Մանուի տոհմը, բայց այստեղ ուրեմն մենք հանդիպում ենք առաջին անգամ հանդիպում ենք Գերագույն Աստծո ազնվորությանը ծառայելու բաշխումը։ Կներեք բաշխման սկզբունքին, չէ՞։ Այսինքն Մանուն ինքը ոչ թե ուղղակի ամուսնացրեց իր աղջիկներին, այլ ինքը այնպես այն ձևով միացրեց մարդկանց, հա, որպեսզի ամեն մի բանը, ամեն մի այդ միությունը ինքը շատ որոշակի նախասահմանում կատարի Գերագույն Աստծո ազնվորության նպատակները իրականացնելու հարցում։ Հա, ուրեմն եւ այս իմաստով իհարկե անունները, որը մենք արդեն դարպանեցինք, այդ անունների իմաստը ինքը շատ կարևոր է։ Ուրեմն առաջի զույգը դա արդեն խոսեցինք դրա մասին, դա ակուտին էր, որը ինքը այդ ներքին մտադրությունների մարմնավորումներ եւ ռուչին, այսինքն համին, հա, ներքին համաձայնության ուրեմն սկզբունքն է ինքը, այսինքն այստեղ տեսնում ենք, որ ցանկացած մտադրություն ինքը կարող է կյանք ստանալ միայն այն ժամանակ, երբ որ իր հանդեպ կենդանիակը այսպես էլի համեսկում проявляется вкус, էլի ոչ թե բուկվալնը, ոչ թե բառացի, այլ բառի բան իմաստով, էլի։ В общем, հույսով եմ, որ հասկացաք ինչ եմ ասում, չէ՞։ Այսինքն ինչ է ուզում այստեղ ասվի։ Ուզում է ասվի, որ նույնիսկ ամենագեղեցիկ գաղափարները, եթե իրենք չունեն այդ ներքին համը, հա, այն ներքին համը, որը ինքը կստիպի, որպեսզի ազնվորությունը ինքը անցնի գործողությունների, ապա ցանկացած ամենագեղեցիկ գաղափար
ինքը մնում է երազանքի մակարդակով, չէ՞։ Եվ ընդհակառակը, եթե ասենք, եթե չկա համ, եթե կա համը, կներեք, բայց չկա բարձր մտադրություն, հա, ուրեմն այդ ժամանակ ազնվորությունը ինքը համ է ունենում այդ սովորական, այսպես հողակցված վայելքների հանդեպ։ Դրա համար ուրեմն այս առաջի միացությունը ակուտի եւ ռուչի ինքը մարմնավորում է մտադրության եւ ոգեշնչման բան, այդ միությունը։ Եվ մենք հասկանում ենք, որ եթե կա մտադրություն, բայց չկա ոգեշնչում, ապա մտադրությունը ինքը չի կարող իրականանալ, հա։ Երկրորդ զույգը, ինչպես մենք արդեն քննարկեցինք, Դևահուտին ինքը ամեն աստվածային բանի կանչն է եւ Կարդաման, որը ինքը նյութական հիմք ներկայացնող ազնվորություն է եւ սա արդեն ուրիշ օրինաչափություն է, չէ՞։ Այսինքն երբ որ Աստծուն կանչում են, հա, ինք բան էլի այդ Աստծո կանչը ինքը չի գալիս էլի դատարկության մեջ, հասկանում եք, ինքը գալիս է կենդանեակի նյութական կյանքի մեջ։ Եվ եթե չկա Կարդաման, այսինքն այդ ներքին բանը էլի ասենք ներքին հիմքը, չէ, ուրեմն հնարավոր չի ընդունել բանը հոգևոր սերմը, հնարավոր չի ընդունել հոգևոր սերմը եւ այդ ժամանակ ուրեմն ոգևորվածությունը ինքը չի կարողանում արմատներ թողնել եւ ազնվորության հոգևոր զբաղմունքը ինքը շատ արագ ամեն մի այսպես էլի թեթև պատճառից կարող է ընդհատվել։ Դրա համար այստեղ ուրեմն միանում են այդ հոգևոր ձգտումները եւ նյութական դիսցիպլինա։ Հիմա երրորդ զույգը Պրասուտին եւ Դաքշան, որտեղ մենք հենց նոր քննարկեցինք, որ Պրասուտին ինքը ծնունդի մարմնավորումն է, Դաքշան ինքը հմտության, հա, այսինքն ինքնըստինքյան, ինչ է ուզում ասել, էլի, որ ինքնըստինքյան հմտությունը ինքը ոչ մի բան չի կարող ծնել, հասկանում եք, եւ ինքը իրան ինչ-որ մի բանին ծնունդ տալու ցանկությունը ոչ մի բան չի կարող ստեղծել։ Եվ այ ինչ-որ մի բանի, ինչ-որ մի նոր բանի ծնունդը, հա, տեղի է ունենում այնտեղ, որտեղ որ այդ ունակությունը միանում է ստեղծագործական ուժի հետ։ Հիմա երրորդ զույգը դա բաներ սասիդացիոններ դիեկցիոններ։ Մերոպեկը դերեք պիտի նայում սա։ Ծողական գործունեություն։ Հա, այսինքն այդ վերջի բանը, զույգը, Պրասուտին եւ Դաքշան, իրանք այդ կառուցողական գործողության սիմվոլն են, հա։ Եվ ինչպես տեսանք, շատ հետաքրքիր հաջորդականություն դասավորվեց այստեղ, չէ՞։ Այսինքն սկզբում ծնվում է մտադրությունը, հետո առաջանում է հոգևոր ձգտումները, որոնք իրենք կարող են բանանեն մարմնավորվեն կյանքում, հա։ Դրանից հետո սկսվում է ռեալ բանը արարիչ գործողությունները, հա, եւ դրա համար է, որ վերջում տեքստը ինքը հենց այդպես ավարտվեց, որ այդ երեք զույգերից
արդեն ծնվեցին բոլոր կենդանի էակները, հա? Եվ մենք տեսնում ենք, որ եթե մենք եւ ֆիզիկական իմաստով եւ ուրեմն եւ փոխաբերական իմաստով այստեղ խոսքը գնում է ոչ միայն ֆիզիկական սերունդերի մասին, հա, այլ խոսքը գնում է արարչագործության ցանկացած արարչագործության 3 ֆունդամենտալ օրենքների մասին։ Հարաբերությունների տեսանկյունից մենք տեսնում ենք, որ մարդիկ, ժամանակակից մարդիկ, իրանք շատ հաճախ հարաբերություն են ընտրում ղեկավարվելով ինչ-որ մի զգացումով, այսինքն կարող է ղեկավարվել գեղեցկությամբ, կարող է ղեկավարվել զգացմունքներով, կարող է ղեկավարվել, ասենք, ինչ-որ մի շահով ինչ ու ոչ, հա, կարող է ղեկավարվել նրանով, որ համապատասխանում են բնավորությունները եւ այլն, չէ՞։ Հիմա մենք տեսնում ենք, որ Բհագավատամը ինքը լրիվ այլ սկզբունք է շարունակում ներկայացնել։ Որ հոգևոր մարդիկ, հա, իրանք հասուն միություններ են կազմում ընդհանուր ծառայության շուրջ։ Այսինքն արիացիները իրենք այդպես էին ընտրում զույգերը, թե ասենք, որովհետև իրանք բոլորը հոգևոր կյանքով զբաղվող էին, չէ՞, ուրեմն քրմերը իրանք այդպես էին զույգ ընտրում տղամարդու եւ կնոջ համար, հա, որպեսզի հաշվի էին առնում կնոջ որակները, հաշվի էին առնում տղամարդու որակները եւ այդտեղ ուրեմն փորձում էին բան էին անում, էլի հասկանում էին, թե այդ տղամարդու եւ այդ կնոջ միացությունը ինքը ինչ ծառայություն կտա Աստծո հանդեպ, հասկանում եք, եւ այդ ընդհանուր հոգեվոր, եթե կարելի է ասել, միսիան էր, որ ինքը շատ խորը արմատներ թողած համագործակցություն էր ստեղծում մարդկանց մեջ, հասկանում եք, շատ ավելի խորը կապվածություն էր, քան թե երբ որ մարդիկ իրենք, ասենք, ամուսնական հարաբերությունների մեջ են մտնում ուղղակի սեռական տեմպերամենտի համընկնելու պատճառով, հասկանում եք, եւ այստեղ տեսնում ենք, որ իրանք ընդհանուր նպատակ ունեն, երբ որ վերանում է ընդհանուր նպատակը, հարաբերությունները իրանք կամաց, ուրեմն սկսում են պտտվել, այդ էլի, այդ մեր ժամանակներում ծեծված թեմայի շուրջ, թե ով ումից նախապես ինչ էր սպասում, չէ՞, եւ երբ որ արդեն այ թեման ինքը գալիս է այդտեղ, այդ ժամանակ շատ կտրուկ ավելանում է հիասթափությունների քանակությունը։ Եվ այդ իմաստով այս տեքստը ինքը օգնում է, որպեսզի հոգևոր մարդը ինքը այդ իր սրտի թուլություն, սրտի կեղտոտություն անարդան, հա, այդ անարդան ինքը շատ նուրբ անարդա է, հա, եւ ուրեմն բան այս տեքստը ինքը աշխատում է այդ անարդայի հետ։ Ինչու՞, որովհետև մեր ժամանակներում հոգևոր մարդիկ իրենք սովորել են մտածել, որ ես ընտրում եմ իմ ծառայությունը։ Հա, այստեղ մենք, եթե ուշադրություն դարձրեցինք, հանդիպում ենք ուղղակի հակառակ սկզբունքի հետ։ Այսինքն ամեն մարդ ինքը ստանում է ինչ-որ մի ծնունդ եւ այդ ծնունդով հայտնվում է այնպիսի տեղ, այսինքն ահռելի ինչ-որ մեծ սիստեմայի մեջ զբաղեցնում է ինչ-որ իր տեղը եւ այդ տեղը ինքը ոչ պատահական է, ոչ քմահաճ է, հասկանում եք,
այլ այդտեղ ինքը որոշվում է համապատասխան նրան, թե ազնվորությունը ինքը ինչ որակավորում ունի եւ այդ որակավորման հետ կապված, պայմանականորեն ասած, ինչ դեր կարող է ստանձնել ընտանիքում, հասարակության մեջ եւ այլն։ Հա? Այսինքն, երբ որ մենք խոսում ենք այդ անարթայի մասին, չէ, անարթան ինքը մշտապես ոնց որ ներքին հարց է տալիս, էլի մարդը, ինչ կարող է իմ դուրը գալ։ Երբ որ մենք խոսում ենք կրոնականության նախասահմանման մասին, հա, նրանք ուրիշ հարց են տալիս։ Ինչի համար է այս երկուսին միավորել Աստված։ Հա, հենց որ այս հարցը ինքը վերանում է, մենք միանգամից պիտի հասկանանք, որ երկուսն էլ եւ կինը եւ տղամարդը իրենք ուղակի սպասարկում են մեկ-մեկու կեղծ եսը։ Իհարկե, այս տեքստերը իրանք կարող են սխալ հասկացվել, եւ սա ինքը շատ կարեւոր կետ է։ Կարևոր կետ է, որտեվ մենք կարող ենք ասենք տեքստի մասին մտածել, որ այստեղ ուղղակի նկարագրված է հին քաղաքակրթության սովորույթը, թե ինչպես ամուսնացնել աղջիկներին։ Եթե այդպես մոտենանք այս տեքստին, այդ ժամանակ իր հոգևոր իմաստը ինքը իսպառս կվերանա։ Երկրորդ սխալ մոտեցումը, որը կարելի է այս տեքստում ունենալ, դա ուրեմն դա է, որ մենք կարող ենք զարգացնել այդպիսի հասկացողություն, որ որ մարդու ճակատագիրը ինքը պայմանավորված է իր ծագումով։ Հա, եւ Շրիմադ Բհագավատամը ինքը իրականում մի ուրիշ իրականություն է մեզ հրամցնում, որ կարևորը դա ծագումը չի։ Կարևորը դա նա է, թե ազնվորությունը ինքը ինչ մասնակցություն ունի բարձրյալի մտադրությունների մեջ։ Հասկանում եք։ Այսինքն շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, որ այն տոհմերի նկարագրությունները, հա, դա կատարվում է Բհագավատամում ոչ թե այսպես պատմական հետաքրքրության տեսանկյունից, այլ ամեն մեկի անունը դա հոգևոր սկզբունք է, հա, եւ ամեն մի ամուսնություն դա որոշակի որակների միացություն է։ Եվ եթե մենք կարողանում ենք կարդալ Բհագավատամը այնպես իմինը այս տեսանկյունից, հա, այդ ժամանակ այդ թվարկումները իրանք դադարում են լինել երկար եւ անիմաստ եւ իրականում դառնում են մեզ համար շատ լուրջ քարտեզ, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, թե ինչպես է կառուցված հոգեբանական տեսանկյունից, ինչպես է կառուցված գիտական աշխարհը։ Եվ այսպես ուրեմն նախորդ տեքստում հայտնվեց մարդկային առաջին տեքստերում հայտնվեց մարդկային առաջին ընտանիքը։ Եվ հիմա Մայթրեյան ինքը նկարագրում է հաջորդ էտապը, հա, երբ որ մի ընտանիքը ինքը դառնում է ուրեմն տարբեր հոգևոր ճյուղերի աղբյուր։ Եվ այդ ժամանակ մենք տեսնում ենք, որ առաջագործությունը ինքը դադարում է լինել մի հոգու գործ, այսինքն դադարում է լինել միայն Տեր Բրահմայի գործը, որովհետև ամեն անձնավորություն, որը ինքը երեխա է ունենում, ինքը ինչ որ իմաստով Տեր Բրահմայի ֆունկցիան է կատարում, որը հնարավորություն է տալիս ինչ-որ մի էակի գալ նյութական աշխարհ իր ցանկությունները կամ մտադրությունները իրականացնելու համար, չէ՞։ Եվ ուրեմն տեսնում ենք, որ
որակների հետ կապված իրականում ամեն ընտանիք ինքը ստանձնում է, եթե դա հոգևոր ընտանիք է, ինքը ստանձնում է իր ունիկալ ծառայությունը, որը ինքը մատուցում է Գերագույն Աստծո հաստատությանը։ Ցավոք սրտի իհարկե հոգևոր դաշտում էլ այնպես է լինում, որ թվում է թե զույգերը իրենք խորասուզված են հոգևորի մեջ, մեկ կարող է թվալ, որ շատ լուրջ են խորասուզված հոգևորի մեջ եւ կարելի է ականատես լինել, որ այդպիսի զույգերը նույնիսկ կարող են ուրեմն այսպես էլի չհասկանալ իրար, չհամընկնել իրար հետ բնությամբ կամ այն ծառայությամբ, որոնք իրանք մատուցում են Աստծուն, դա շատ բարդ խոսակցություններ են, որոնք մենք ընթացքում իհարկե այդ ամեն ինչի մասին կխոսենք։ Բայց եթե մենք արդեն գտնվելով վերջին տեքստում փորձենք հետևել, թե ինչ հաջորդականություն ներկայացվեց այս գլխում, ապա մենք տեսանք, որ այս վերջում նկարագրվեց Տեր Բրահման, որի սնվեցին Մանուն եւ Շատարուպան, Մանուն եւ Շատարուպան իրանք դարձան ընտանիք, հա, այդ ընտանիքից ծնվեցին երեխաներ եւ տեղի ունեցավ այդ նվիրված ծառայության բանը, բաշխումը եւ դրա հետ կապված ամբողջ տիեզերքի զարգացումը։ Շատ կարևոր է այս տրամաբանությունը, ուրեմն Բhagavad-ամի հասկանալ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արարում է նյութական աշխարհը ոչ թե ինչ-որ քաոտիկ կերպով, հա, այլ ուրեմն բանով էլի այդ պատասխանատվության ճյուղավորմամբ, չէ՞։ Սկզբից Շատարուպան եւ Մանուն էին, հետո ծնվեցին այդ 5 երեխաները, հետո այդ աղջիկներին ամուսնացրեցին եւ հետո այլ հաջորդ գլխին երբ որ կանցնենք, արդեն կքննարկենք հաջորդ սերունդները եւ հետաքրքիր պատմություններ կդիտարկենք այդ սերունդերի հետ կապված։ Չէ՞։ Այսինքն գլխավոր շեշտը ինքը դրվեց նրա վրա, որ մարդը եւ կինը, տղամարդը եւ կինը իրենք բան էլի ընտանիք են կազմում ոչ միայն կյանքը շարունակելու համար, այլ եւ նախասահմանում ունենալու համար։ Հասկանում եք։ Եվ այդ իմաստով իհարկե կա տարբերություն, որովհետեւ ժամանակակից մարդը ինքը հարցադրում է կատարում ում եմ ես սիրում։ Այսինքն երբ որ ինքը ինչ-որ մեկի հետ ամուսնանում է, ինքը ուզում է հասկանալ, թե այն ազնվորությունը, որի հետ ինքը ընտանիք է կազմել, ով է, այսինքն ում եմ ես սիրում։ Սուրբ գրվածքները արիացիների իրանք եւս մեկ հարց են ուրեմն բարձրացնում, հա։ Ինչի միջոցով մեր միացությունը պետք է արտահայտված լինի այս աշխարհում, հա։ Այսինքն ինչ կարող է բերել այս աշխարհին մեր միացությունը, այնպիսի մի բան, որը եթե մեր միացությունը չլիներ, այդ երևույթը չէր լինի։ Հասկանում եք։ Եվ երբ որ ազնվորությունը ինքը այս հարցադրմամբ է մոտենում ընտանիքին, այդ ժամանակ ընտանիքը ինքը դառնում է Գերագույն Աստծո ազնվորության մտադրությունների մասնակիցը, այլ ոչ միայն անձնական երջանկության հիմքը։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այդ իմաստով մենք տեսանք, որ նախասահմանման տեսանկյունից մենք տեսանք, որ արտահայտվեց մի շատ հետաքրքիր հաջորդականություն։ Մտադրությունը ինքը ծնում է կատարելու այդ մտադրությունը իրականացնելու հանդեպ համ, հա,
այդ իրականացնելու ընթացքում հաջողություն ունենալու համար կենդանիակը ինքը կանչում է Գերագույն Աստծո անձնավորությանը եւ պատրաստի հողի վրա կարող է ծնվել հմտությունը։ Այսինքն նույնիսկ անունների իմաստը քննարկելու տեսանկյունից Բաղավատամը ինքը մեզ ցույց է տալիս արարչագործության ուրեմն այդ առաջին ներքին իմպուլսները իմինը նախասահմանման տեսանկյունից։ Եվ այո, իհարկե, ամեն ազնվորություն, որը ինքը արդեն ընտանիք ունի, հատկապես եթե երիտասարդ եք, եւ ամեն ազնվորություն, որը ինքը պատրաստվում է ընտանիք ունենալ, պետք է մտածի այն թեմաների շուրջ, որոնք մենք ձեզ հետ քննարկեցինք, որովհետեւ իրականում ընտանիք կազմելը դա շատ պատասխանատու գործ է։ Եվ ընտանիքը դա այն հարաբերություններն են, որը այսպես էլի իդեալ է, հա, այսպես որպես իդեալական ներկայություն, դա այն հարաբերություններն են, որոնք պետք է որ տևեն ամբողջ կյանք։ Ամուսնական հարաբերությունները դա ունիկալ հարաբերություններ են, որովհետև հանդիպում են երկու ոչ արյունակից անձնավորություններ, իրար հետ պետք է ապրեն մի ամբողջ կյանք եւ վերջում պիտի նայեն իրար աչքերի մեջ եւ ունենան այդ հարցի պատասխանը։ Այսօք գոհ են իրանք, որ հենց այս անձնավորության հետ են կյանք ապրել, թե դժգոհ։ Հասկանում եք։ Եվ սա իրականում կենդանիակի շատ կյանքի շատ մեծ գործոն է, թե կյանքի վերջում մարդիկ, ում հետ մենք ապրում ենք, ինչ կարող են ասել։ Կարող են ասել շնորհակալ եմ, որ կյանքս կիսել ես ինձ հետ, թե կարող են ասել անից վեր այդ օրը, երբ քեզ հանդիպեցի։ Սա իրականում շատ լուրջ քննություն է, որը կենդանիակը ապրում է իր կյանքի ընթացքում այս աշխարհում։ Եվ ընտանիք կազմելը դա շատ լուրջ գործ է։ Եվ այսպես, սիրելիներս, մենք վերջապես ավարտեցինք երրորդ երկի 12-րդ գլուխը։ Ես հույսով եմ, որ այն ձեզ համար արդյունավետ էր եւ հետաքրքիր։ Եվ ինչպես եւ ասեցի անցյալ անգամ, մենք այս պահին ուրեմն մտնում ենք արձակուրդի մեջ, ամբողջ օգոստոսը կհանգստանանք եւ սեպտեմբերի առաջին մի շաբաթը, որպեսզի այն ազնվորությունները, որոնք իրանք երեխաներ ունեն, խառնաշփոթ է լինում, խառնված է լինում այդ դպրոցական գործերի մեջ, որպեսզի այդ գործընթացը լիքը ավարտվի, ամեն մեկը գտնի իր տեղը, հա, եւ այդ ժամանակ մենք Աստծո հաջողությամբ, եթե խաղաղություն լինի, եթե համակարգիչները նորմալ աշխատեն, այսինքն համացանց ունենանք, ապա մենք նորից կհանդիպենք։ Բոլորիդ հաճելի հանգիստ եմ մաղթում եւ մինչ հանդիպումներ, ստեսություն ձեզ։